2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ աշխատանքները կշարունակվեն հյուսիսային հատվածից Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետից։ Սահմանազատման գործընթացի շուրջ ձևավորվեցին տարբեր սպասումներ, սակայն համաձայնությունը դեռևս հողի վրա արտացոլված չէ։ Թեմայի վերաբերյալ քննարկումների համատեքստում տարածաշրջանային անվտանգության փորձագետ Սամվել Մելիքսեսյանի գնահատմամբ գործընթացը մտնում է նոր փուլ, մի քանի հնարավոր սցենարներով։ Ըստ 2025 թվականի հունվարի հայտարարության պետք է շարունակվեր երեք երկրների սահմանների հատման կետից Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եւ շարունակվեր դեպի հարավ, այսինքն Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիքի մարզեր եւ հետո Նախիջևանի սահման, ու դրանից հետո նաեւ գիտեք, որ եղան այլ զարգացումներ, Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրին խաղաղության համաձայնագրի տեքստը, եղան Վաշինգտոնյան գործընթացը եւ որ կոմունիկացիաների թեման առաջ գնաց եւ հարթարությունները արդեն վերաբերում են նրան, որ այն հատվածները, որտեղ սահմանը հատելու են կոմունիկացիաները, առաջին հերթին պետք է սահմանազատումը կատարվի այդ հատվածներում։ Եվ հիմա կարելի է ասել ունենք այս երկու տարբերակները, հա, մեկը հյուսիսից շարունակել դեպի հարավ, սկզբունքով, հա, որ ավարտում ենք եւ հասնում ենք մինչեւ ամենահարավային կետը, եւ մյուսը ունենալ այսպես հատվածային սահմանազատում, այսինքն կոմունիկացիաների հատված, ինչ որ այլ կարևոր հատվածներ։ Իմ տպավորությունը նաեւ ադրբեջանական կողմի հայտարարություններից եւ քննարկումների ընթացքում փորձագիտական այն է, որ իրենց մոտ կա անկալում հատվածային սահմանազատման։ Միևնույն ժամանակ, օրինակ Տավուշի նկատմամբ ինչքան քննարկումներ եղել են, ես կարծում եմ, որ մոտեցումները գրեթե հստակ են եւ այն սահմանը վարչական, որ եղել է խորհրդային տարիներին, ընդունվում է, կա պատրաստականություն գնալ սահմանազատման, սահմանագծման, ու այստեղ իհարկե Տավուշի դեպքում մենք գիտենք անկլավների հարցն է, որ ցավալի հարցերից մեկն է, եւ ինչպես գիտեք, նաեւ այս հարցի շուրջ կան բազմաթիվ սպեկուլյացիաներ։ Իմ տեսակետը կայանում է նրանում, որ այս հարցում մենք պետք է շատ ռացիոնալ լինենք, այսինքն երկու կողմերն էլ ունեն խնդիրներ, որ առաջանում են անկլավներով սահմանի վերադարձի պայմանին։ Եթե մենք վերադառնում ենք անկլավներով սահմանին, խնդիրներ ենք ունենում եւ մենք եւ ադրբեջանական կողմը, ընդ որում մենք ունենում ենք մի մեծ խնդիր, դա Արցվաշենն է, ադրբեջանական կողմը ունենում է 3 տարբեր խնդիր։ Եվ բոլոր ադրբեջանական նախկին անկլավները յուրահատկություններ ունեն, հա, ջրային ռեսուրսների խնդիր ունեն, այսպես ասած, մար երկրի հետ կապնվելու տրանսպորտային խնդիր եւ այլն եւ այլն։ Եվ հենց այս պայմաններում մեր լուծումները նրանում է, որ պետք է բարձրաձայնենք այս խնդիրները հակառակ կողմին։ Օրինակ առանց Արցվաշենի, ինչպես քչերն են խոսում սրա մասին, մոտ ադրբեջանական 30 գյուղ կտրվում է կապից իրենց շրջկենտրոնի հետ։ Մեր դեպքում հաճախակի նշում են, որ մենք կտրում ենք կապը Իրանի հետ, Վրաստանի հետ, դա չի համապատասխանում իրականությանը։ Մենք ունենք 3 ճանապարհներից, որ տանում են Հայաստանի կենտրոնական մասից դեպի Իրան, երկուսը անցնում է անկլավից դուրս, հա, Տիգրանաշենից դուրս։ Քննարկվող մոտեցումներից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին։ Այն ճանապարհները, որոնք կարող են անցնել վիճահարույց տարածքներով, պետք է ունենան փոխարինող տարբերակներ, հնարավոր ռիսկերից խուսափելու համար։ Ընդհանուր մոտեցումը այն է, որ մենք պետք է հանենք բոլոր կոմունիկացիաները։ Եթե մենք ունենք կոմունիկացիա, որ անցնում է անկլավով, ունենանք այլընտրանք արդեն իսկ հիմա, եւ ավելի հավասար պայմաններում բանակցենք երկու կողմերին էլ հարմար լուծումների համար, հա։ Եթե նայեք, եթե մենք վատագույն տարբերակը պատկերացնում ենք, որ լինելու է այնպիսի տարբերակ, որ մեզ վերադարձնում են Արցվաշենը, մենք վերադարձնում ենք այդ անկլավները, մենք արդեն ունենալու ենք այլընտրանքային լուծումներ։ Եթե իրենք այն բոլոր այն կանոնները, որը լինելու է մուտքի եւ, ասենք, ելքի կանոններ անկլավների դեպքում, ունենալու են նաեւ Արցվաշեն գնացողները, որովհետեւ անհնար է պատկերացնել հակառակ սկզբունք։ Կայան եւ ազատամուտ բնակավայրերի անհատվածները, որոնք գտնվում են անկլավի տարածքում, օպտիմիզացիայի սկզբունքի եւ կանոնակարգի սկզբունքի համաձայն իրենք պետք է մնան Հայաստանի Հանրապետության կազմում։ Եվ այդ պայմաններում, գիտեք, ինչն է լինելու ադրբեջանական կողմի ցանկությունը, հա, վերադառնալ այդ սահմաններին, եւ որ տասնամյակներով այդ 3 տարածքներում բնակվելու է շատ փոքրականակ բնակչություն, որի բոլոր հարցերը, խնդիրները սոցիալական, թոշակի, առողջապահական եւ այլն
չեն կարող լուծվել տեղում, այսինքն իրենք պետք է հատեն սահմանը, գնան մայրցամաքային երկիր, որոշ դեպքերում ջրային ռեսուրսների ուղղակի կրիտիկական խնդիր կա, օրինակ Տիգրան դեպքում ինքը չունի սեփական ռեսուրսները եւ բավական հեռու է նաեւ, այսպես ասած, Նախիջևանի տարածքից։ Եվ ես կարծում եմ, երբ որ այս փաստարկները մենք օգտագործում ենք եւ խնդիրներն ենք բարձրացնում, այդ 30 ադրբեջանական գյուղի մեկուսացումը, իրենք հասկանում են, որ իրենց համար երկարաժամկետ առումով սա շատ ավելի մեծ խնդիրներ է, քան ռացիոնալ լուծումները։ Սահմանազատումը ենթադրում է, որ մենք վերադառնում ենք այն սահմաններին, որ եղել է խորհրդային տարիներին։ Խորհրդային տարիներին Պարավաքար գյուղը, Բերքաբերը, Վազաշենը, Բերդի տարածաշրջանի ամբողջ սահմանային հատվածը Չինարից սկսած մինչև Լեռնային անտառային այդ հատվածները, որ հիմա հայկական վերահսկողությունից դուրս է, Հայաստանի տարածքը եւ պետք է հայկական վերահսկողությունը վերականգնվի այդ հատվածներում, հա։ Այստեղ կա մի այլ խնդիր, նայեք, Բերքաբերի դեպքում մենք ունենք եռանկյունին, ոսկեպարի եռանկյունին, որ ադրբեջանական վարչական տարածք էր խորհրդային տարիներին եւ որով անցնում է մեր կոմունիկացիաների մի մասը, ոսկեպարը Իջևանը նոյեմբերյանի տարածաշրջաններին կապող եւ մեր եռանկյունին այդ Բերքաբերի հատվածում, որ կա, իրենց հիմնական ճանապարհն է անցնում, որ կապում է մի քանի ադրբեջանական գյուղ, հա, Կուսչեայրում, Մազամ, մայրցամաքային Ադրբեջանի հետ, այսպես ասած։ Եվ երկու կողմերն էլ, ինչու 2024 թվականին, երբ որ Ադրբեջանը պահանջում էր այդ եռանկյունին, ինքը չգնաց այդ լուծման, որովհետեւ հասկանում էր նույն հատվածում, որտեղ սահմանազատումը եղավ, կար Բերքաբերի հատվածը եւ ինքը համապատասխան պետք է վերադարձնել մեզ այդ հողակտորը եւ այդ գյուղերը հայտնվելու են բլոկադային, հա, կիսաբլոկադային վիճակում։ Այս փուլում արագ զարգացումներ չեն սպասվում։ Գործընթացի ակտիվացումն առավել հավանական է խորհրդարանական ընտրություններից հետո։